Ձեր խոսքերը գողանում են ձեր ժամանակը, մյուս կողմից, ամեն վաղը սկսում եմ, ամեն ես անում եմ, ամեն լավ կլինի, եթե եղունգներն են, որոնք դուք ձեզ մուրջ եք անում ձեր երազների դագաղում, կյանքը չի փլուզվում թշնամիների կամ անբարենպաստ հանգամանքների պատճառով, նա փլուզվում է, քանի որ նրա խոսքերը երբեք չեն վերածվել գործողությունների։ Քանի անգամ եք խոստացել ինքներդ ձեզ, որ սկսում եք սկսել, քանի անգամ եք պատմել ընկերներին ձեր ծրագրերի մասին, երդվելով, որ շուտով ամեն ինչ կփոխվի, եւ հետո, որտեղ են այս խոստումները, նրանք անհետացան օդում, թողնելով միայն անվավեր եւ 1 տարի կորցրած արդարացումների մեջտեղում։ Հանրաճանաչ իմաստությունն արդեն ասել է, ավելի քիչ խոսակցություն, ավելի շատ գործողություն, քանի որ յուրաքանչյուր պարապ խոսք իր ապագայի թալանը, դուք կարող եք ինքներդ ձեզ խաբել գեղեցիկ ելույթներով, կրկնելով, որ դեռ ժամանակ կա, որ ամեն ինչ գալիս է։ Բայց ճշմարտությունն այն է, որ հենց այս խոսքերն են, որոնք նրան խրված են նույն տեղում, երբ խոսում եք, մեկ ուրիշը փակվում եւ գործում է, երբ քննարկում եք, թե ինչն է սկսելու լավագույն միջոցը, ինչ որ մեկը առաջին քայլն է կատարել եւ կլինի ձեր առջեւ, նույնիսկ եթե դուք ավելի քիչ տաղանդավոր կամ պակաս բարենպաստ եք, քանի որ դա արեց, մինչ դուք պարզապես խոսեցիք։ Դադարեցրեք արտացոլել։ Քանի գաղափար եք մահացել ձեր լեզվի ծայրին, քանի երազ եք թաղվել ձեր սեփական փոքր խոսակցություններին, առանց նույնիսկ նրանց շնչելու հնարավորություն տալու, դուք փոխանակեց աշխատանքի աղմուկի լռությունը, եւ դա ձեր ամենամեծ ցավն է, հիանալի իմանալ, բայց դա այդպես չեղավ, նա ժամանում է։ Այսօր դուք կիմանաք 4 քայլ, որոնք կարող են վերափոխել ձեր նպատակակետը, բայց դրանք միայն կաշխատեն, երբ դադարում եք խոսել եւ սկսել գործել։ Եթե ցանկանում եք լսել իմաստություն առանց զարդանախշերի կամ պատրանքների, հետևեք այս տարածությանը։ Այստեղ մենք ոչ մի ժամանակ չենք վատնում դատարկ խոսքերով, այստեղ մենք սովորում ենք իսկապես ապրել։ Կյանքի ամենավատ ծուղակը ոչ աղքատություն է, ոչ էլ սխալներ, դա շարժման պատրանք է, երբ շատ բան ես խոսում, բայց ոչինչ չի անում, բառերը ստեղծում են մառախուղ, որը տալիս է առաջընթացի տպավորություն, բայց իրականում դուք պարզապես պտտվում եք շրջանի մեջ։ Պատկերացրեք ծխել, այն ծածկում է ձեր աչքերը եւ չեք տեսնում, թե ուր եք գնում, այդպիսին են ձեր խոստումները գեղեցիկ, համոզիչ, բայց ներսից, փորձեք ծուխով տուն կառուցել, արդյոք դա աշխատում է, ոչ, բայց դա այն է, թե ինչպես եք փորձում կառուցել ձեր կյանքը։ Հիմա պատկերացրեք մի քար։ Ծանր, ամուր, կարող եք միմյանց վրա տեղավորվել եւ բարձրացնել պատը, քարը նրա գործողություններն են, բայց փոքր, նրանք գուցե կատարյալ չեն, ոչ արագ, բայց դրանք իրական են, նրանց հետ կառուցված է ճակատագիր տվող ճանապարհը, դուք 1000 անգամ ասել եք։ Սկսեք վաղը, 1000 անգամ նա երդվեց։ Երկուշաբթի ամեն ինչ փոխվում է, բայց ամեն նոր օր լուսաբաց նույնը եւ ոչինչ չփոխվեց, այս տոհմերը կուտակվում են ամիսների ընթացքում եւ տարիները դառնում են բաց թողնված հնարավորությունների կյանք, pain-ով կա։ Դուք ուժ ունեիք, շանսեր ունեիք, նրանք չմեռան, քանի որ աշխարհը դաժան էր, բայց որովհետեւ դու փոխեցիր գործողությունը խոսակցության համար, առանց արարքի յուրաքանչյուր բառ իր ապագայի փոքր սպանություններ։ Ճշմարիտ իմաստությունը ոչ թե ով է խոսում գեղեցիկ, այլ ով է լռում, քանի անգամ եք ձգտել հաստատումը բառերով, պարզապես սկսելու փոխարեն, եթե այսպես շարունակեք, ոչինչ չի փոխվի, ձեր երազանքները կդառնան փոշի, բայց այսօր, հենց հիմա, դուք կարող եք տեղադրել ձեր նպատակակետի առաջին քարը։ Այլ կյանքի համար առաջին քայլը որոշում կայացնելն է առանց աղմուկի, ով իմաստուն է, էներգիա չի ծախսում, հայտարարելով իր ծրագրերը, պարզապես անում է, գոյություն ունի հին պատմություն Ռաբբիի աշակերտի մասին, նրանք վարպետին խնդրեցին, թե ինչու նա երբեք չէր խոսում իր ծրագրերի մասին, թե ինչու է նա միշտ լռում, նա պատասխանեց. Նկատել եք, թե ինչպես է այս գործում, պարզապես ընկերներին ասեք նոր գաղափարի մասին եւ շուտով հպարտ է զգում, բայց 1 շաբաթ անց նախագիծը մեռած է, դնել։ Ինչ? Քանի որ հպարտությունը պետք է գա արդյունքից հետո, ոչ թե խոսակցությունից հետո։ Անխրթվելը նշանակում է լուր ներքին շաղախեր, քանի անգամ եք վիճել ինքներդ ձեզ։ Արժե արդյոք դա կաշխատի, մինչ դուք բանավիճում եք, եւ մեկը արդեն փորձում է, նույնիսկ եթե սխալ եք թույլ տվել, ձեզանից ավելի հեռու կլինեք, խրված եք ձեր սեփական զրույցի մեջ, ամեն ինչ փոխվում է, երբ որոշումը լռության մեջ է, մի գոռացեք նրա վրա։ Մի խնդրեք աջակցություն, պարզապես վեր կացեք եւ վերցրեք առաջին քայլը փոքր, գուցե անշնորհք, բայց իրական ձեր կյանքը բառերով չի փոխվում։ Այն փոխվում է գործողության հետ, այսպիսով այսօր փակեք ձեր բերանը ներողություն խնդրելու համար եւ ձեռքերը բացեք աշխատանքի համար։ Երկրորդ քայլը, որը մի քանիսը գործի դրվեց, պարզ է, ամեն օր փոքր գործողություն, մարդիկ սպասում են հիանալի իմպուլս, տպավորիչ սկիզբ, աստվածային ոգեշնչում, բայց պահվածքները գիտեն։
Ուժը խթան չէ, այն կայունության մեջ է։ Հին քաղաքում նա ապրում էր մի մարդու, ով օրաթերթը քարի տեղադրեց իր ապագա պատի հիմքի վրա, հարևանները ծիծաղեցին։ Դուք շատ դանդաղ եք կառուցում, այս պատը երբեք պատրաստ կլինի, տարիներ անց, այնուամենայնիվ նրա պատը մնաց ամուր, իսկ մյուսները մեծացան, քանի որ յուրաքանչյուր քարը հագեցած էր համբերությամբ։ Սա է կյանքը, ով սպասում է կատարյալ պահից, կորցնում է ամեն ինչ։ Նրանք, ովքեր ամեն օր անում են ամեն օր, գերազանցում են մյուսներին 100 անգամ, ինչ եք կարծում, ժամանակ չունեք, խնդիրը ժամանակը չէ, պարզապես այն է, որ դուք նույնիսկ չեք օգտագործում ձեր ունեցած 10 րոպեները, հիշեք, թե քանի օր եք կորցրել խրախուսանքի պակասը, եթե ես այս օրերին գոնե մի բան անեի, այսօր ես հսկայական պատ կունենամ, ժամանակակից գիտությունն ապացուցում է, սովորությունները ուժն են, որը թույլերը ուժեղացնում է ուժեղ։ Փոքր քայլերը կուտակվում են մեծ արդյունքներով, բայց միայն եթե ամեն օր քայլում եք առանց հետաձգելու վաղը, նվազագույն գործողությունը կարող է թվալ աննշան, բայց 1000 գործողություններ աննշան վերածում են հզոր, մի սպասեք ոգեշնչմանը, դա արեք նույնիսկ առանց դրա, քանի որ կարգապահությունը գիտակցում է, թե ինչ երազներ են խոստանում։ Երրորդ քայլը, որն անհրաժեշտ է փոփոխել ճակատագիրը, սովորում է ասել ոչ, ամեն անգամ, երբ ամեն ինչ ընդունում ես առանց հայեցողությամբ, դու կորցնում ես առավել արժեքավոր քո սեփական կյանքը։ Հին առակը պատմում է մի մարդու պատմությունը, որը ցանկանում էր մաքուր ջրով լցնել տարան, բայց նա լի էր ցեխով եւ քարերով, ինչքան ջուր թափեց, նա դուրս եկավ, միայն այն ժամանակ, երբ նա դատարկեց այն բանն, ինչ նա չէր կարող ապահովել, ջուրը բյուրեղացավ, ձեր կյանքը այսպիսին է։ Դուք հաջողություն եք ուզում, բայց դուք լեցուն եք ավելորդ բաներով դատարկ խոսակցություններ, անհաջող խոստումներ, որոնք միայն արտանետում են ձեր էներգիան, առանց նպատակի յուրաքանչյուր այո ձեր ապագայի գողությունը, դուք կարծում եք, որ օգնում եք, որ դուք ճիշտ եք անում, բայց իրականում դա թուլանում է։ Իմաստությունը սովորեցնում է, սա եսասիրություն չէ, այլ կենտրոնանալ, անհնար է ինչ-որ բան կառուցել, երբ 100 ուղղություններով ցրվել եք, ուժը գալիս է նրանց, ովքեր գիտեն, թե ինչպես կարելի է ոչ ամուր ասել այն ամենի համար, ինչը այն առաջ չի վերցնում, հարցրեք ինքներդ ձեզ։ Արդյոք դա ինձ ավելի է մոտեցնում, թե ով եմ ուզում լինել, եթե պատասխանը ոչ, ապա որոշումն արդեն արված է, երբ սկսում եք հրաժարվել այն, ինչը նշանակություն չունի, տեղ կունենաք այն, ինչ իրականում կարևոր է։ Այսպիսով, դուք կստանաք ժամանակ, էներգիա եւ ուշադրություն, որն իսկապես կարևոր է, եւ հենց այն է, որ ոչ, որը կդառնա ապագայի ձեր ամենամեծ դուռը, 4-րդ քայլը, որը վերափոխում է նպատակակետերը, սկսվել է, շատերը տալիս են առաջին իմպուլսը փորձը, բայց հետո հրաժարվում, հետևաբար, նրանց կյանքում ոչինչ չի փոխվում, նրանք թույլ չեն տալիս, որ գործողությունը սովորություն դառնա։ Հին տանը նա ապրում էր մի երիտասարդի, ով ամեն օր միևնույն ժամանակ խստացրեց իր դանակը, ընկերները ծիծաղեցին։ Ինչու դա անել, եթե սայրը արդեն կտրուկ է, նա պատասխանեց. Ես դանակ չեմ խստացնում, ես ինքս եմ սրվում, տարիներ անց նա դարձավ վարպետ, որի գործիքը երբեք չհաջողվեց, այնպես որ դա ձեզ հետ է, ամեն օր լոլաոնի քար է, փոքր գործողություններ կրկնում են մեկ ու կրկին կեղծվել։ Ձեր ուժը, բայց եթե մեկ անգամ ինչ-որ բան եք անում եւ հեռանում, արդյունքը անհետանում է, տեստակատագիրը չի դառնում մեկուսացված գործողություն, բայց արմատավորված կրկնությամբ։ Յուրաքանչյուր սովորություն այն ցեմենտն է, որը քայլերը վերածում է հիմքերի, սա այնտեղ է, երբ շատերը գայթակղվում են, նրանք սկսում են վազել, բայց դադարեցնել առաջին շաբաթվա ընթացքում, նրանք խնայում են, բայց ամեն ինչ անցկացնում են հաջորդ ամիս։ Նրանք սովորում են, բայց 6 ամսվա ընթացքում նրանք մոռանում եւ ասում են. Սա ինձ համար չէ, բայց դա ճակատագիր չէր, որը դավաճանում էր նրանք էին, ովքեր չէին համախմբում փոփոխությունը, համախմբում նշանակում է, որ շարունակվում է նույնիսկ այն ժամանակ, երբ դուք չեք զգում այդպես, որպեսզի ամեն ինչ բղավում է ժամանում, քանի որ սա է, երբ նոր կյանք է ծնվել։ Եթե ցանկանում եք հեղափոխել ձեր ճակատագիրը, կրկնությունը պետք է դառնա ձեր երկրորդ բնույթը, դրանից հետո միայն սովորությունն աշխատի ձեզ համար, ոչ թե դեմ։ Այս 4 քայլերը որոշեք լռության մեջ, գործեք փոքրիկի վրա, հրաժարվեք ավելորդից եւ համախմբեք էական տարրերը, ձևավորեք անողոք օրենք։ Միայն ամուր գործողություններ են անում, քանի անգամ եք լսել իմաստուն խորհուրդներ, ոգեշնչող պատմություններ, հետաքրքիր ելույթներ, նրանք առաջացրել են մոտիվացիայի բռնկում, բայց հաջորդ օրը ամեն ինչ վերադարձավ նույն տեղը։ Ինչու, քանի որ դուք դրանք չեք դիմել գործի։ Իմաստուն մարդը չի տարբերվում թույլերից այն բանի համար, ինչ նա գիտի, բայց ինչ է անում եւ համակարգված, եթե մենք միանանք կտորներին, ապա պատկերը պարզ է։ 1. Լռության մեջ որոշելը պահպանում է իր էներգիան եւ ուժ է տալիս սկսելու համար։ 2. Փոքր քայլերը ամեն օր փոխում են թուլությունը մեծության մեջ։ 3. Ոչ ասելը տարածություն է թողարկում իրոք կարևորը։
4. Համախմբումը մեկուսացված գործողությունը վերափոխում է հավերժական հիմնադրամի։ Հենց այս 4 սյուներն են, որոնք առանձնացնում են նրանց, ովքեր հավերժ են ապրում, ովքեր իրենց ձեռքերով գրում են իրենց ճակատագիրը։ Հարցը մեկն է՝ կշարունակեք խոսել կամ վերջապես գործել։ Այսօր դուք ունեք հնարավորություն ապացուցելու ինքներդ ձեզ, որ այն չի արվում դատարկ խոսքերից, ձեզ անհրաժեշտ է միայն 4 պարզ քայլ, բայց ոչ վաղը, ոչ թե երկուշաբթի։ Այսօր նախ որոշում կայացրեք լռության մեջ, մի տեղադրեք ցանցերում, մի պատմեք ձեր ընկերներին, պարզապես որոշեք և սկսեք, թող որ դա լինի նվազագույն, բայց միայն ձեր և ձեր գործողությունների միջև եղեք։ Երկրորդ, նվիրեք 10 րոպե փոքր քայլով, գրեք գաղափարը, զանգահարեք նրանց, ովքեր կարող են օգնել, հեռացնել խոչընդոտը, պահեք առաջին մետաղադրամը խնայողություններում, 10 րոպե առանձնացրեք փոքր խոսակցությունը կոնկրետ գործողությունից։ Երրորդ, նշեք ավելորդ այո և փոխեք այն ոչ ընկերության համար, դա կարող է լինել դատարկ հանդիպում, աննկատ սերիա, խոսակցություն, որը ձեզ ոչ մի տեղ չի տանում, հրաժարվեք և տեսեք, թե ինչպես է ձեր օրը տեղ ստեղծում, թե ինչն է կարևորը։ Սենյակ, կրկնել վաղը, և հետո, առանց աղմուկի, թող որ լինի լուրջ ծեստ, փոքր ժեստ, բայց օր-օր, վերաշարադրեք իր պատմությունը։ Ձեր միտքը դիմադրի, նա կասի. Դուք հոգնել եք, պատրաստ չեք, վաղը ավելի լավ կլինի, պարզեք, սա թուլության ձայնն է, որը միշտ ձեզ դեռ պահում է, այսօր դուք կարող եք հանգստացնել այն։ Մի ակնկալեք հրաշքներ, ստեղծել դրանք, սկսեք այս 4 քայլերից։ Դուք թույլ չեք։ Դուք պարզապես թույլ եք տվել բառերը ձեզ չափազանց երկար ղեկավարել, ձեր նպատակակետը երբեք չի փլուզվել հնարավորությունների պակասի համար, բայց հետաձգելու համար, թե ինչ կարելի է անել այսօր։ Ընտրությունը քոնն է, ամեն ինչ պահեք, ինչպես և, վերջապես, ինքներդ ձեզ ասեք։ Ուղղակի։ Հազարամյակ իմաստությունը սովորեցնում է, հարցն այն է, որ դուք նրան ճիշտ տեղում կդնեք կամ կխաղաք ցեխի մեջ։ Հիշեք, բառերը չեն կերակրում, չեն կառուցում հարստություն, մի հարգեք, միայն գործողություններ են դա անում, և որքան շուտ կսկսեք, այնքան արագ կզգաք կյանքը վերածվում ձեր ձեռքերին։ Ասա ինքդ. Այսօր ես սկսում եմ, և արա դա։ Դա փոքր քայլ է, բայց դա կլինի ձեր կյանքի ամենակարևորը։